Սկսվում են ամառային արձակուրդների շրջանը, շուտով Միացյալ Նահանգներում սկսվեն դպրոցական արձակուրդները եւ ամերիկահայությունը, ինչպես նաեւ Եվրոպայի հայությունը սկսում են պատրաստել իրենց ճամպրուկները Հայաստան ուղևորվելու նպատակով։ Ամեն ընտանիք, մեծ եւ փոքր, 2 հոգով, 3 հոգով, 4 հոգով, մի հոգով, ովքեր ճանապարհորդում են, հետները գումար են տանում Հայաստան, բնականաբար։ Նույնիսկ երեխայի հաշվարկով գումար են տանում, այսինքն եթե մի ծնողներ, 2 ծնողներ, 2 երեխայի հետ ուրեմն ճանապարհորդում են, մինչև $40,000 Հայաստան տանելու իրավունք ունեն։ Ու եթե այս մոտակա օրերին, արդեն երևի 2 շաբաթ է, դիմում ենք ինչ-որ մի ծանոթի, իմանալով, որ ասենք նրանք 2, 3, 4 հոգով գնում են, խնդրում ենք, ասենք, մի $2,000 իրանց հետ Հայաստան տանելու, ստանում ենք մերժում բոլորի կողմից։ Հավատալով, ոչ թե մերժում են ձևականորեն, այլ իսկապես, քանի որ բոլորը իսկապես գումար են տանում հետները, եւ ոչ մեկ հնարավորություն չունի, ասենք, ավելորդ 2-3 հազար իր հետ տանելու։ Դուք պատկերացնում եք ինչ գումարներ է գալիս միայն այս ամառվա ամիսներին Հայաստան զբոսաշրջիկ հայերի կողմից հետ միասին։ Ես չեմ ասում են գումարները, որ ամեն ամիս մարդիկ, ասենք, փոխանցում են, ուղարկում են իրենց մորը, հորը, մորաքրոջը, հորաքրոջը, ընկերոջը, ինչ որ օգնության փոքրիկ, ասենք, չգիտեմ, $50-ից մինչև $1,000 չափով։ Բայց ես նկատի ունեմ, որ ամեն մեկը, որ հետը $10,000 փող է բերում Հայաստան։ Գաղափար չեմ տալիս, որ գնաք Զվարթ օդանավական, կանգնեք, դիմավորեք եւ թալանեք մեր հայրենակիցներին, բայց տկարամիտերի կառավարության համար։ Դե որ ճորո խոսում են, Սփյուռքին են հայհոյում, անդադ կռվում են, ուզում են կապերը խզել, փչացնել։ Հələ նայեք այդ Սփյուռքը ինչ գումարներ է գալիս, ինչ գումարներ է բերում Հայաստան։ Ընտանիք է գալիս 30,000։ Զարմանում ես, նախ մեկ երբեմն լսում ես, զարմանում ես, թե այդ մարդկանց այդքան գումարսեղ որտեղից երբ են հասցրել աշխատել, հավաքել, բայց այդ քրտիկով աշխատում կոպեկ հավաքում են։ Հարցնում ես, բայց այդքան գումար տանում եք, ինչ պետք անեք, եթե գնում եք մի ամսով, 2 ամսով հանգստանալու։ Հարցանիք ունենք, չգիտեմ, ծնունդ ունենք, կնունք ունենք, բնակարան ենք գնել ընտանիքով երեխաների համար, այդ փողն ենք մուծում, այսինքն ահռելի գումարներ։ Ու ոչ մեկ չի կարող քեզ օգնել $2,000 իր հետ տանելու։ Մտածեք, սա էլ են մյուս տկարամիտների համար, որ ասում են սփյուռքահայության, ասում են, դուք մեզ խորհուրդ մի տվեք, դուք մենակ փողով օգնեք։ Այդ գումարները գալու մտնում է Հայաստանի ուրեմն տնտեսության մեջ։ Սիրելի տկարամիտ հայաստանցիներ եւ տկարամիտ կառավարություն վարչապետի հետ միասին։ Հələ նայեք ինչ գումարներ է գալիս։ Հələ մեկին խնդրենք սեպտեմբեր ամսին մի հատ հաշվարկ ներկայացնեն, թե քանի հայ զբոսաշրջիկ Եվրոպայից, Ռուսաստանն էլ չեմ ասում իր հերթին, Եվրոպայից Միացյալ Նահանգներից մտել Հայաստան եւ քանիսա դուրս եկել։ Եվ հաշվեք միջինը, ամեն մեկը, մի հաշվեք ամեն մեկը $10,000, հաշվեք ամեն մեկը $7,000 գումար է մտցնել։ Մտածեք դրա մասին, թիվ եմ ասում։